Այլունգրոյ ձեռնարկում Հայաստանի հավաքականը Դավթյանը շրջանցում է մրցակցին փոխանցում կենտրոն եւ գոլ Ասիլյանը բացում է հաշիվը 1-0 Հայաստանի հավաքականի օգտին։ Չի ասի որ լավ, բավարար արդյունք էր, որը մեզ մտածելու տեղի առաջերտի շատ տվեց, որովհետեւ անկախ արդյունքներից երկու ոչ ոքի մեկ հաղթանակ, բայց դեռ շատ աշխատելու տեղ կա, շատ բացեր մենք զգացինք, որի վրա պետք է աշխատենք, որ հաջորդ խաղերին արդեն այդ բացերը լրացնենք։ Բաթոյան Էրվիցը արվածում եւ գնդակը դարպասում է։ Առաջի նախընտրական փուլերը, որ մենք ինչ որ դրական արդյունք ալնում կամ անցնում ենք կամ ինչ որ լավ խաղեր ալնում, էսի մեր համար պետքա նորմալ լինի։ Թե չէ մի հատ հաղթանակով մենք ընկնում ենք էյֆորիայի մեջ, կարելի է տենց ասել, սաղ ազգով, որը մեզ խանգարում է, համ մարզչներին է խանգարում, համ ֆուտբոլիստներին։ Հավասար խաղեր երկուսն էլ, Կոսովոյի խաղն էլ իրանք է կարային հաղթեին, մենք է կարայինք, նույնը Թուրքիայի հետ, իրոք տղաները միջևերջ պայքարեցին, որ ամեն ինչ դրական արդյունքի գնանք, բայց որ վերցնենք, չէ 100% մենք պետք է հաղթեինք, չհաղթեցինք, ես տենց չեմ ասի, որովհետև դիմացի թիմերը շատ ուժեղ, շատ պինդ թիմեր էին։ Թուրքիայի ֆուտբոլիստների մասին դե չենք ասում, բոլոր իրանց թոփ ակումբների ֆուտբոլիստներ էին, չհաշված արտասահմանի ֆուտբոլիստները, որ խաղում են, իսկ Կոսովոյի 95%-ը Գերմանիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ են։ Առաջի խաղին, ինչպես գիտեք, Հայրապետյանը Էդմոնը իր միջազգային առաջի հանդիպումներ մի քիչ խաղից կտրվեց, առաջի խաղակեսին վնասվածք էլ ստացավ, Հայկը Ղուկասյան դուրս եկավ խաղադաշտ, վերջի 15-17 րոպե մենք 10 հոգով մնացինք, Հայկը հեռացվեց խաղադաշտից, ու արդեն պաշտպանի կոնկրետ խնդիր դրվեց, մենք շատ ճիշտ ընտրություն արեցինք։ Թուրքիայի խաղին աջ եզրային պաշտպանը մեր նոմինալ հարձակվող, որ ինքը կյանքում պաշտպան չի խաղացե, աշ պաշտպան օգտագործեցին, չնայած ես անում եմ տենց բան, 2005 թվերի ծնվածների ֆուտբոլիստներին Թարլոյանին ու Ծառուկյանին էլ եմ տենց արել, բայց փառք Աստծո ստացվեց, Սարգիսը աշխատեց, ես ինչի համար եմ իրան ասում, որովհետև ինքը իր ամբողջ մանկապատանեկանից միջև առաջի խումբ որ խաղում է, ինքը կյանքում աջ պաշտպան չի էլ մտածե, դաժե հումորային բաներ էլ եղավ, դաժե ինքը աուտ գցելը սխալ էր գցում, որովհետև ինքը կյանքում աուտ չի գցե, իր միշտ իրան են փոխանցում արե, գոհենք, դժգոհ ենք։ Բայց կարող է սրանից տոնեն ստացվի, որ ինքը մնա մի միշտ է խաղա։ Առաջինը մեր համար շատ բարդ էր, որ Կոսովոյի, մեկ է Թուրքիայի խաղերի հետ կապված մեր ինֆորմացիան շատ քիչ էր։ Մենք ունենք այն ինֆորմացիան, որը մի 7-8 ամսվա էր։ Իրանք խաղեր խաղացել էին, բայց փակ ա եղել։ Մենք հիմնվեցինք նախորդ խաղերի վրա ինչ-որ բան անելու, բայց առաջի խաղից հետո մարշչական շտաբով այդ խաղը նայեցինք, Ջիբրալթարի հետ էր, իրանք շատ ուժեղ էին թուրքերը, բայց մի երկու բան կար, որ մեզ շատ պետք եղավ, որ մեր խաղին պետքա այդ զոնաները փագեինք, իրանց ձախ վինգերը, մեկ էլ ձախ պաշտպանը, իրանք շատ վտանգավոր տղեկ էին, ու թիմի ավակն է իր գործներ անում կենտրոնում, բայց իրանց բոլոր վտանգավոր գրողները այդ երկուսով էին անում, այդ դրա վրա շատ աշխատեցինք, ձախ պաշտպանին մենք իրոք նենց արեցինք, որ խաղից ընդհանրապես կտրենք ու ստացվեց։ Ջիբրալթարի խաղը ավելի շատ ցույց տվեց մեր գոլային պահերի իրացումը, ինչի վրա մարզումներին աշխատում են եզրափակիչ փուլում, որ առանց հարվածի գոլ չի լինում, պետք է մենք եզրափակումը շատ ճիշտ կատարենք, փառք Աստծո ստացվեց վերջի փոխանցումը, վերջի հարվածը։ Դանիլ Համբարձումով, իրոք շատ օգտակար ֆուտբոլիստ է առաջինը այսօր մեր համար, հուսով եմ, որ հետագայում երիտասարդական, ազգային, իրոք պոտենցիալը շատ մեծ է, դե գաղտնիքի Կրասնոդարի դպրոցի ֆուտբոլիստը իրանց 19-ներում միշտ խաղում է ու արդյունավետ է խաղում, բոլոր որակները ունի լավ ֆուտբոլիստ դառնալու համար։ Տարվա սկզբից տեղեկացանք, որ ինչ-որ ֆորմատը փոխվել է եւ մի թիմ է դուրս գալի, միջև այդ տենց բան չէր եղել, միշտ առաջի երկրորդ տեղերը դուրս են եկել հաջորդ փուլ, բայց դեմա տենց ստացվեց, տղաների մոտ արդեն մրցաշարից հետո տրամադրության անկում նկատվում էր, իրանց էլ եմ ասել, սրանով պետք չի բավարարվել ու հանկարծ մեկը չմտածի, որ ինչ-որ շատ մեծ
Հա, ինչ որ բավարար աշխատանք արվել է, բայց մեծ գործ չի արվել։ Պետք է աշխատենք, որ շարունակական լինի։ Ուզում եմ շնորհակալություն ասեմ մեր ֆուտբոլիստների, որ թիմերում խաղում են իրանց մարզիչներին։ Կային թիմեր, խնդրել էինք, որ ֆուտբոլիստներ կան, որ դիրքերը իրանց փոխեն, հավաքականին համապատասխանեցնելու համար։ Շնորհակալ ենք իրանցից, որ իրանք իրանց թիմային ամբիցիաները դրեցին մի կողմ հավաքականի համար։ Ու երկրորդ շատ մեծ կարևոր հանգամանքը խնդրել էի, որ եթե հնարավոր է, գոնե մրցաշարից 3 օր շուտ գնանք։ Ու ղեկավարությունը Կարոն Մելիքբեկյանը արեցին ամեն ինչ, որ մենք 3 օր շուտ գնանք ու էդի շատ դրական դեր խաղաց, շատ։ Մնում էր, որ ինչ ֆեդերացիան արեց մեր համար, փոխհատուցեինք ու ինձ թվում է ինչ որ միտեղ ստացվեց։